երբ որ հանրություն չունես թիկունքումը, իսկ մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել վերջին ընտրություններում, ոչ էլ նախորդ ընտրություններում, իրեն շատ հեշտ է ծալել, դնել այն ճանապարհի վրա, որ իր մտքով չի էլ անցնում, եւ այդ ընթացքում ինքը փորձում էր անընդհատ ինչ-որ մանևրել սեպտեմբերի 3-ից հետո, ասելով թե եւ ընդեղից կարող ենք ինչ-որ պամպոգել եւ ընդեղից չեմ կարծում թե գիտեք բոլոր հնարավոր գործընկերներին հիմարի տեղ էր տրել Սերժ Սարգսյանը։ Երևի հույս ուներ ինչ-որ մի փաղաքուշ վերաբերմունքի, խոսում էր հռչակագրից, Հայաստան, Եվրոպա, վերջում ստացվեց մի 4 պարբերություն ունեցող ողորմելի մի հայտարարություն։ Նրանց համար կա մեկ խնդիր՝ երկարացնել իրենց իշխանությունը, եւ դրա համար էլ այսպիսի ապօրինի բանակցություններ են տեղի ունեցել եւ այսպիսի զզվելի առևտուր է գնացել փաստորեն Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու եւ դրա դիմաց ստանալու ուղղակի իշխանավարման երկարացում։ Տնտեսական, այո, լուրջ խնդիրների առջև մենք կկանգնենք, պետք է դա հասկանանք։ Դու քաղաքականը պարզ է, եթե դու հրաժարվեցիր այդ էֆեկտիվ շատ հետաքրքիր բազմակողմանի համագործակցությունից, պարզ է, որ եվրոպական երկրներից շատ մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք, նաև այդ թվում ցեղասպանության ճանաչման հարցում, նաև այդ թվում Ղարաբաղի հարցում։ Դուք պետք է հասկանանք, որ այո, կյանքը շարունակվում է, բայց իր բացասական հետևանքները այդ քայլը կունենա։